Հայաստանը Եվրոպա է ու վերջ։ Սիրուն կարգախոս է, բայց տակը տնտեսական աղետ է թաքնված։ Մեզ ոսկե սարեր են խոստանում, բայց իրականում երկիրը տանում են սննկացման։ Ճանապարհները կհարթվեն, աշխատավարձերը կբարձրանան, որովհետև Արցախը Հայաստան է եւ վերջ։ Թոշակները կմեծանան, սիրուն է հնչում, այդպես չէ։ Բարև ձեզ, ես Արթուր Խաչիկյանն եմ, ու այսօր կխոսենք մի թեմայի մասին, որով իշխանությունները հիմա ուղղակի զոմբիացնում են մարդկանց։ Մեզ արդեն քանի անգամ են լուսավոր ապագա խոստացել։ Հիշեք հենց նույն Թավշյա հեղափոխությունը։ Մենք արդեն տեսել ենք, թե ինչ կար այդ բառերի տակ։ Այսօր կհանենք վարդագույն ակնոցները ու փաստերով կնայենք իշխանության նոր նախագծին՝ ԵՄ մտնելուն։ Ես ձեզ կապացուցեմ, որ սովորական հայի համար սա դրախտի ճամփա չէ, այլ ուղիղ ճանապարհ է դեպի աղքատություն։ Ինչու՞։ Եկեք ուղղակի հաշվենք մեր փողերը ու նայենք փաստերին։ Անցած անգամ խոսում էինք Հայաստանի պետական պարտքի մասին, թե ոնց այս կառավարության օրոք այն 6.5 միլիարդից հասավ համարյա 14 միլիարդ դոլարի։ Երևի նախկինները չէին հասկացել, որ տնտեսական աճ ցույց տալու համար շատ հեշտ է, ուղղակի պետք է պարտքով փող վերցնել ու ծախսել, բայց այս քեֆի համար վերջում մենք ու մեր երեխաներն ենք վճարելու։ Բայց հիմա ուզում են մեզ ավելի մեծ պարտքերի տակ գցել, այս անգամ Եվրոպայի առաջ։ Բանն այն է, որ Եվրամիությունում շատ խիստ կանոններ կան, ամենակարևորներից մեկը Մաստրիխտյան չափանիշներն են։ Պատկերացրեք, Հայաստանը մի ընտանիք է, ձեր ընտանիքի ամսական փողը հնան 100,000 դրամ է։ ԵՄ կանոններով ձեր պարտքերը, վարկերը չպետք է 60,000-ը գերազանցեն։ Իսկ մեր ընտանիքի պարտքը 25 թվականի թվերով արդեն համարյա 50,000 դրամ է, եւ այն շարունակում է աճել։ Հիմա մեր պարտքը հնայի մոտ 50%-ն է։ Թվում է, թե դեռ տեղ ունենք մինչև 60%-ը։ Բայց կա երկրորդ կանոնը՝ բյուջեի դեֆիցիտը։ Սա այն է, երբ կառավարությունը ավելի շատ փող է ծախսում, քան հավաքում է հարկերով։ ԵՄ կանոններով այդ տարբերությունը չպետք է անցնի հնայի 3%-ը։ Իսկ մեզ մոտ 26 թվականի արդյունքներով արդեն դրված է 4.5% դեֆիցիտ։ Ինչ է սա նշանակում։ Որպեսզի Փաշինյանի կառավարությունը կարողանա մտնել ԵՄ կանոնների մեջ, ստիպված է լինելու կամ կտրուկ քչացնել ծախսերը, կամ շատացնել եկամուտները։ Սա արվում է երկու ճանապարհով, ու երկուսն էլ խփելու են ձեր գրպանին։ Առաջի ճանապարհը ծախսերի կրճատումն է։ Նշանակում է քիչ փող դպրոցներին, հիվանդանոցներին, ճանապարհներին, քիչ սուբսիդիաներ գազի եւ լույսի համար։ Հիշում եք ոնց էին խոստանում նոր մանկապարտեզներ սարքել Մարտունիում կամ Գյումրիում, մոռացեք։ Փողը գնալու է պարտքեր փակելու համար եւ եվրոպական թվերի մեջ մտնելու համար։ Երկրորդ ճանապարհը հարկերի բարձրացում։ Սա չինովնիկների համար ամենահեշտ ձևն է, որպեսզի բյուջեի անցքերը փակեն, բարձրացնելու են հարկերը։ Սա իմ հորինածը չէ, սա ԵՄ պահանջն է։ Ձեզ ստիպելու են ավելի շատ վճարել։ Այսինքն ԵՄ մտնելը մեր պարտքերը չի ջնջելու, այն ստիպելու է մեզ ավելի պինդ ձգել գոտիները, որ իրենց թվերին հասնենք։ Մենք թակարդի մեջ կընկնենք։ Պետք է վճարենք Փաշինյանի խոստացած այդ բոլոր պարտքերը եւ միաժամանակ կատարենք Բրյուսելի խիստ հրամանները։ Բայց կա եւս մի հարված, որի մասին լռում են։ ԵՄ մտնելով Հայաստանը պարտավոր կլինի անցնել Եվրոյի եւ ընդմիշտ հրաժարվել դրամից։ Սա սարսափելի ֆիլմ չէ, սա օրենք է։ ԵՄ գործունեության մասին պայմանագրի 140-րդ հոդվածը այնտեղ հստակ գրված է, որ ԵՄ խորհուրդը վերջնականապես ֆիքսում է կուրսը, որով Եվրոն փոխարինում է տվյալ երկրի փողը։ Ինչ է սա նշանակում իրականում, որ Հայաստանի կենտրոնական բանկը հավերժ կկորցնի իրավունքը ինքնուրույն որոշել տոկոսադրույքները, ազդել փոխարժեքի վրա ու պաշտպանել հայ արտադրողին ճգնաժամի ժամանակ։ Հենց այդ գործիքներով ենք մենք մեղմում հարվածները, թեկուզ 15 թվի արժեքազրկումը կամ պանդեմիայի շոկերը։ Եվրոյի դեպքում այս լծակները չեն կունենա։ Ամեն ինչ որոշելու է Եվրոպական կենտրոնական բանկը Ֆրանկֆուրտում 450 միլիոն եվրոպացու համար, ոչ թե 3 միլիոն հայերի համար։ Ես իմ աչքով եմ տեսել այս process-ը Ֆրանսիայում, Իտալիայում եւ Իսպանիայում։ Գները այնտեղ 3-ից 4 անգամ թռան։ Հիշում եմ, Ֆրանսիայում մի բաժակ սուրճը 1-ից 2 ֆրանկ էր, իսկ եվրոյից հետո դարձավ 2-ից 3 եվրո։ Եթե կուրսը հաշվի առնենք, դա համարյա 6 անգամ թանկացավ։ Երևանում սա կնշանակի, որ մի բաժակ սուրճը, որը այսօր 2000 դրամ է, եվրոյից հետո կարող է դառնալ 12000 դրամ։ Ու սա կատարվելու է ամեն ինչին, կպնելու է ամեն ինչին, հացից սկսած մինչև տան վարձը։ Այսինքն, թանկացումը կքանդի մեր տնտեսության հիմքերը։ Հայաստանում հյուրանոցների ու սերվիսի գները կդառնան Փարիզի պես, արդեն հասել են, ու զբոսաշրջիկները ուղղակի էլ չեն գա մեր մոտ։
IT ոլորտ։ Միջազգային ընկերությունները այստեղ աշխատում են, որովհետև աշխատուժի գինը հարմար է իրենց համար։ Եվրոյով մեր աշխատավարձերը իրենց համար անհասանելի կդառնան, ու իրենք ուղակի կփակեն գրասենյակները հազարավոր մասնագետներին, թողնելով անգործ։ Հայաստանը կդառնա շատ թանկ մի երկիր, որ ոչ մի բան չի արտադրում եւ ոչ մեկին հետաքրքիր չէ։ Արդեն ասել ենք, որ մեր արդյունաբերությունը ու գյուղատնտեսությունը հազիվ են շնչում, բայց ԵՄ մտնելը վերջնական ձևով կկոտրի նրանց, որովհետև մենք ստիպված կլինենք բացել մեր շուկան եվրոպական ապրանքների համար։ Դուք իրոք կարծում եք, որ մեր պանիրը, գինին, կոնյակը կամ բանջարեղեն արտադրողները կդիմանան ֆրանսիական կամ լեհական հսկաների հետ մրցակցությունը, որոնք ԵՄ-ից հսկայական սուբսիդիաներ են ստանում։ Ու հարցը միայն մրցակցությունը չէ։ Մեզ ուղղակի քվոտաներ չեն տա։ Եվրոմիությունում ամեն կիլոգրամ պանիրը կամ տոննա լոլիկը հստակ բաշխված են։ Հենց հիմա նայեք Եվրոպային։ Լեհ ու ֆրանսիացի ֆերմերները ռեստորաններ են ջարդում, ճանապարհներ փակում ու կաթը թափում փողոցներին։ Ինչու՞։ Որովհետև բողոքում են անգամ ուկրաինական ապրանքի դեմ, ասում են մեր շուկան քանդում է։ Իշխանության կողմնակիցները պատմում են, թե հենց Բրյուսելի հետ թղթերը ստորագրենք, մեր ապրանքը կհոսի Եվրոպա, բայց սա սուտ է։ Մեր իրական շուկան այսօր Եվրասիական տնտեսական միությունն է։ Հայ արտադրողները այսօր իրենց ապրանքը ծախում են ԵԱՏՄ երկրներում, հիմնականում Ռուսաստանում։ Դա մոտ 40%-ն է, իսկ ԵՄ-ում ընդամենը 12%։ 24 թվականի թվերը ավելի խոսուն են։ ԵՄ բաժինը Հայաստանի առևտրում 19%-ից իջել է մինչև 7.5% 24 թվին։ Նույն ժամանակ ԵԱՏՄ-ի հետ առևտուրը 24%-ի առաջին 8 ամսում անցել է $9 միլիարդ։ Դա 2 անգամ շատ է, քան անցած տարի։ Եվրոպան ոչ միայն մեր գլխավոր շուկան չէ, այլ իր բաժինը գնալով փոքրանում է։ Պատկերացրեք Արարատյան դաշտի մի ֆերմերի, որը մի ֆուռ ծիրան ունի։ Հիմա նա դա տանում է Ռուսաստան, առանց մաքսատուրքի ու ավելորդ թղթաբանության։ Եթե մենք դուրս գանք ԵԱՏՄ-ից եւ մենք մտնենք ԵՄ, Ռուսաստանը մաքսատուրք կդնի։ Մեր ծիրանը կամ կոնյակը միանգամից 20-30%-ով կթանկանան, իսկ Եվրոպայում մեր ծիրանը ոչ մեկը չի սպասում, այնտեղ կան Իսպանիան եւ Հունաստանը։ Եվրոպական սուպերմարկետների դարակները Փարիզում կամ Բերլինում արդեն տասնյակ տարիներ զբաղված են Իսպանիայի, Իտալիայի, Հունաստանի եւ ուրիշ երկրների ապրանքով։ Իրենք ունեն հզոր լոգիստիկա, միլիարդավոր սուբսիդիաներ ու ագրեսիվ մարքեթինգ։ Մեր ֆերմերը կորցնելով Ռուսաստանի շուկան, Եվրոպայում տեղ չի գտնի, նա ուղղակի կսննկանա։ Արդյունքում հազարավոր ֆերմերներ կքանդվեն։ Տնտեսագետները զգուշացնում են, որ ԵԱՏՄ-ի հետ կապերը խզելը մեզ վրա կարող է նստել հնայի 30-ից 40%-ը։ Սա նշանակում է տնտեսական կատաստրոֆա։ Ճիշտ այնպես, ինչպես Ռումինիայում եղավ։ Մինչև 2007 թվականի ԵՄ մտնելը այնտեղ գյուղատնտեսության մեջ աշխատում էին ավելի քան 2.5 միլիոն մարդ։ Մտնելուց հետո ԵՄ մրցակցությունը ողողեց շուկան լեհական էժան ապրանքով։ Փոքր տնտեսությունները չդիմացան ԵՄ խիստ ստանդարտներին։ Արդյունքում 19 թվականին աշխատողների թիվը դարձավ 1.9 միլիոն, 30%-ով պակասեց։ Փոքր ֆերմերները քանդվեցին, ամեն ինչ անցավ մեծ ընկերություններին։ Ռումինիայի հնայում գյուղատնտեսական բաժինը 13%-ից իջավ մինչև 4.5%։ Հայաստանում գյուղատնտեսությունը տալիս է հնայի 10%-ը ու շատերին է կերակրում։ Եթե մտնենք ԵՄ, մեր փոքր ֆերմերները չեն ձգի այս սերտիֆիկատների եւ կանոնների տակ։ 50%-ը կարող է փակվել, ինչպես Ռումինիայում։ Այս ժամանակ կկորցնենք մեր սնունդը։ Հայկական խնձորի ու մսի փոխարեն կբերենք թանկը Եվրոպայից։ Հացի, ձեթի ու մրգի գները կթռնեն 20-30%։ Գյուղերը կդատարկվեն, ու մենք ավելի շատ կկախված կլինենք ուրիշի մատակարարումներից։ Արդյոք սա նշանակում է, որ մենք դեմ ենք Եվրոպայի հետ առևտուր անելուն։ Իհարկե ոչ, բայց պետք է ռեալիստ լինել։ Մեզ պետք են ոչ թե քաղաքական լոզունգներ ԵՄ մտնելու մասին, այլ իրական հերթականությամբ արվող քայլեր։ Պետք է տարիների ընթացքում աշխատել քվոտաներ ստանալու համար, քայլ առ քայլ ներդնել ստանդարտները եւ կռիվ տալ եվրոպական դարակների ամեն սանտիմետրի համար։ Սա մեկ օրում Բրյուսելի մի մատի թափ տալով չի լինում։ Առանց պատրաստվելու թռնել դեպի ԵՄ, սա զարգացում չէ, սա մեր գյուղի տնտեսական ինքնասպանությունը կլինի։ Բայց եթե կարծում եք, թե մենակ ֆերմերներն են տուժելու, շատ սխալվում եք։ Նայեք մեր բյուջեի հիմքին, հանքերին, պղինձը, մոլիբդենը, ոսկին, սա է Հայաստանի կենթանի փողը։ Բայց Եվրոպան այս բոլորի վրա արդեն կացինը պահել է։ Կանաչ գործարք Green Deal անունով։ Բան այն է, որ Եվրամիությունում գործում է CBM համակարգը։ Սա ածխածնային հարկն է ներկրվող ապրանքների վրա։ Եթե մեր գործարանները ու հանքերը
չհամապատասխանեն Եվրոպայի գերթանկ բնապահպանական կանոններին, մեր ապրանքի վրա այնպիսի մաքսեր կդրվեն, որ այն ուղղակի ոսկի կդառնա։ Մենակ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը եվրոպական ստանդարտներին հասնելու համար միլիարդավոր դոլարների ներդրումներ է պետք։ Մենք այդ փողը որտեղից ենք ճարելու։ Եվրոպան դա մեզ չի տալու։ Համաշխարհային բանկի տնտեսագետները զգուշացնում են մեզ, որ մեր պես երկրների համար այս հարկը կարող է հենց առաջին տարում 10-ից 15%-ով կրճատել արտահանումից եկող փողերը։ ԵՄ մտնելով մենք փաստացի մահապատժի թուղթ ենք ստորագրում մեր ամենամեծ հարկատուների համար։ Կամ պիտի փակվեն, կամ էլ ջրի գնով ծախվեն եվրոպական հսկաներին, որոնք այդ հարկերը վճարելու փող ունեն։ Սա բնապահպանություն չէ, սա շուկան մրցակիցներից մաքրելու ձև է։ Եվրոպային մեր պղինձը պետք է, բայց իրենց ուզած ձևով ու ջրի պես։ Մենք կդառնանք ուղակի հումքի կցորդ ու կորցնենք սեփական արդյունաբերության ունենալու իրավունքը։ Հայաստանը ծով չունի։ Մեր համարյա բոլոր ապրանքները գնում են միակ ճանապարհով, վերին Լարսով։ Հիմա քանի որ մենք ԵԱՏՄ-ի անդամ ենք, մեր ֆրերը սահման անցնում են կանաչ միջանցքով, առանց երկար հերթերի։ Բայց հենց որ մենք մտնենք ԵԱՏՄ-ի համար, մենք դառնում ենք օտար։ Սա միակ ճանապարհն է, բոլոր արտոնությունները կվերանան։ Պատկերացրեք ձեր ծիրանով բարձած ֆուրը սահմանին կանգնի ոչ թե 2 օր, այլ 2 շաբաթ։ Եվ հետո մեզ կասեն այլընտրանք կա։ Այլընտրանքը դա Թուրքիայով եւ Ադրբեջանով արտահանելն է։ Դա նշանակում է, որ մենք լինելու ենք մեր հարևանների քմահաճույքին, երբ նրանք կցանկանան, այդ էքսպորտը շարունակվելու է, երբ ցանկանան այս ճանապարհները փակվելու են։ Օրինակ, երբ որ մենք չկատարենք իրենց հերթական պայմանները կամ պահանջները, այս ճանապարհները նորից փակվելու են։ Եվ այդ ընթացքում ապրանքը կփթի։ Յուղացին ոչ մի դրամ չի ստանա, ոչ էլ կարողանալու է վարկերը փակել։ Ուրիշ ճանապարհներ կան, բայց դրանք 2-ից 3 անգամ ավելի թանկ են։ Մեր ապրանքը ոչ մեկին պետք չի լինի այս գնով։ Բեր տեղափոխելը կդառնա կամ անհնար կամ անիմաստ թանկ։ Եվրոպան մեզ համար նոր ճանապարհ չի սարքելու, իսկ հինը մենք ինքներս կկորցնենք, եթե ռեալ օգտի փոխարեն ընտրենք քաղաքական լոզունգները։ Այն ներդրումները, որ արևմուտքից խոստանում են, դատարկ խոսքեր են։ 24 թվականի իրական օտարերկրյա ներդրումները հասել են աղետալի մինիմումի, հնայի ընդամենը 0.3%-ը։ Եվրոպան չի ուզում Հայաստանում փող դնել, նա ուզում է մեզ օգտագործել որպես քաղաքական գործիք։ Հիմա Հայաստանը գազը Ռուսաստանից առնում է համեմատաբար էժան, մոտ 165-ից 170 դոլարով։ Իսկ Եվրոպան ԱՄՆ-ից ու Քաթարից հեղուկ գազը առնում է 400-ից 500 դոլար գնով եւ ավելի թանկ, մանավանդ հիմա պատերազմից հետո։ Պատկերացրեք, ամբողջ կյանքում կարտոֆիլը հարևանից էժան եք առել, որովհետեւ ինքը շատ ուներ։ Հետո հարևանի հետ կռվում եք ու գնում եք կենտրոնական շուկա, այնտեղ բոլորը բերովի կարտոֆիլ են ծախում 3 անգամ ավելի թանկ։ Ձեր ուտելիքի ծախսը միանգամից կթռնի երկինք, նույնը գազի հետ է։ Եթե մտնենք ԵՄ, ստիպված կլինենք գազը առնել եվրոպական գներով, հիմիկվա համեմատ 2-ից 3 անգամ ավելի թանկ։ Ռուսական գազով է ստացվում մեր երկրի ամբողջ էլեկտրաէներգիայի 40%-ը։ Եթե գազը թանկանա, միանգամից կթանկանա եւ լույսը, եւ տանջեռուցումը, եւ ավտոմեքենա քշելը, որովհետեւ շատերը գազով են քշում։ Գազը մենակ տան համար չէ, այն պետք է գործարաններին, ջերմոցներին, հացի փռերին։ Հայաստանում ցանկացած ապրանքի գինը կախված է գազի գնից։ Գազը թանկացավ, խանութներում ամեն ինչ թանկանալու է։ Որ համեմատեք, Բուլղարիայում կամ Ռումինիայում ԵՄ ամենաաղքատ երկրներն են։ Գազը մարդկանց համար արժի մոտ 10-ից 12 եվրոցենտ 1 կիլովատ ժամ։ Հայաստանում սուբսիդիաներով հանդերձ մոտ 4-ից 5 եվրոցենտ է։ Տարբերությունը 2-ից 3 անգամ է։ Դուք պատրաստ եք ձմռանը տան ջեռուցման համար 50-70 հազար դրամի փոխարեն վճարել 150-ից 200 հազար դրամ։ Այսա է թաքնված եվրոպական ընտրության սիրուն բառերի տակ։ Անկամ արևմուտքում եմ ընդունում, եթե կտրուկ խզեն էներգետիկ կապերը Ռուսաստանի հետ, Հայաստանի տնտեսությունը եւ մարդկանց ապրելակերպը ուղղակի կքանդվեն։ Մեզ շատ են ասում, թե Եվրոմիությունը մարդուն տալիս է ամենակարևորը՝ ազատ գնալ այնտեղ, որտեղ շատ են վճարում։ Հայ համար սա լավ է հնչում։ Մեզ մոտ միջին աշխատավարձը 250-ից 300 հազար դրամ է, իսկ Գերմանիայում մինիմումը մոտ 1500 եվրո։ Թվում է, թե երազանք է, բայց նայենք նրանց, ովքեր արդեն ԵՄ-ում են։ Ռումինիան իր անդամակցության ընթացքում կորցրել է 3 միլիոն մարդ, սա երկրի 15%-ն է։ Բուլղարիան 20 տարվա ընթացքում մինուս 20%, Լիտվան ու Լատվիան 90-ականներին սկսած կորցրել են բնակչության 1/4-ը,
ու 1/3-ը։ Երիտասարդները ուղակի գնացել են այնտեղ, որտեղ փող կա։ Այո, գնացողները տուն փող են ուղարկում։ Դա օգնում է ընտանիքներին յոլա գնալ։ Բայց երկրի ներսում դատարկություն է մնում։ Չեն հերիքում բժիշկները, շինարարները, ծրագրավորողները։ Գործարաններում մարդ չկա, որ աշխատի։ Բյուջեն էլ հարկեր չի ստանում։ Հիմա պատկերացրեք, 3 միլիոնանոց Հայաստանից գնում է 200-300 հազար երիտասարդ։ Մեզ համար սա ուղղակի թիվ չէ, սա նշանակում է փակված դպրոցներ, դատարկ գյուղեր ու առանց բժշկի մնացած հիվանդանոցներ։ Գնալու ազատությունը մարդու համար հնարավորություն է, բայց երկրի համար դա դիմացկունության քննություն է։ Կդիմանա արդյոք Հայաստանը, եթե ամենաակտիվ մարդիկ ցրվեն Եվրոպաներով։ Կա մի ուրիշ թեմա, որի մասին իշխանությունները գերադասում են լռել։ Ռուսաստանում աշխատող մեր հայրենակիցների ուղարկված փողերը։ Ամեն տարի Հայաստան մոտ 1.5-ից մինչև 1.7 միլիարդ դոլար է ստանում աշխատանքային միգրանտներից։ Սա մեր հնայի մոտ 5-ից 7%-ն է, ու այս փողերի մեծ մասը գալիս է Ռուսաստանից։ Ինչու են հայերը կարողանում Ռուսաստանում աշխատել առանց վիզայի ու հատուկ թույլատվությունների, որովհետև մենք ԵԱՏՄ-ի անդամ ենք։ Այս միության անդամ երկրները ամեն հայ իրավունք են տալիս ապրել ու աշխատել իրենց տարածքում։ Ռուսաստանում ոնց որ մեր սեփական տանը Մոսկվայի շինարարություն լինի, Կրասնոդարի շուկա լինի կամ Եկատերինբուրգի գործարան, առանց բյուրոկրատիայի ու սահմանափակումների։ Եթե մենք հանուն ԵՄ-ի դուրս գանք ԵԱՏՄ-ից, այս իրավունքը ավտոմատ կվերանա։ Մեր աշխատավորները կդառնան օտարերկրացի։ Ռուսական վիզաներ, քվոտաներ, աշխատանքի թույլատվություններ, շատերը ուղղակի չեն կարողանալու մնալ Ռուսաստանում։ Ռուսաստանի նախկին պաշտպանության նախարար Շոյգուն ուղղակի զգուշացրել էր, շատ միգրանտներ ստիպված կլինեն տուն վերադառնալ, եթե Հայաստանը ընտրի Եվրոպան։ Այսինքն վերադառնալու են ձեր մոտ։ Իսկ ինչ է սպասվում տուն վերադարձողներին։ Այստեղ աշխատանք չկա։ Գործարանները, որոնք մասին քիչ առաջ խոսեցինք, քանդված են լինելու։ Ընտանիքները, որոնք այս փողերով էին յոլա գնում, կմնան առանց մի կոպեկի։ Տարեկան 1.5 միլիարդ դոլարը ուղղակի թիվ չէ։ Սա տան վերանորոգման փող է, երեխայի կոշիկը, ծնողների դեղը, եւ սա է դրած զոհասեղանին։ Շատերը կարծում են, թե հենց մտնենք Եվրոմիություն, երկրի վրա միլիարդավոր եվրոներ կթափվեն երկնքից։ Այդպես մտածում են նրանք, ովքեր չգիտեն ԵՄ կանոնները։ Իրականում Եվրոմիությունը բարեգործական կազմակերպություն չէ, այլ բարդ համակարգ։ Փող ստանում են մենակ անդամ երկրները, այն էլ կոնկրետ ծրագրերի համար։ Հենց այնպես զարգանալու համար ոչ մեկ փող չի տալիս։ Նայենք թվերին։ Բուլղարիան ԵՄ մտավ 2007 թվականին։ Առաջին 7 տարվա ընթացքում նա եվրոպական ֆոնդերից ստացավ մոտ 11 միլիարդ եվրո։ Շատ է թվում, այդպես չէ, բայց եկեք մինչև վերջ հաշվենք։ Ամեն տարի Բուլղարիան անդամավճար է մուծում ԵՄ բյուջե։ Դա մոտ 1-ից 1.5 միլիարդ եվրո է։ Բազմապատկենք 7 տարով, ստացվում է 8-ից 10 միլիարդ եվրո, մենակ անդամավճարը։ Տարբերությունը արդեն այդքան էլ մեծ չէ։ Բայց սա դեռ ամենը չէ։ ԵՄ-ում գործում է համաֆինանսավորման կանոնը, որպեսզի ֆոնդերից փող ստանաս, պարտավոր ես քո գրպանից էլ փող դնես։ Երբեմն երկրի բաժինը հասնում է ծրագրի 20-ից 30%-ը։ Եթե քո փողը չունես, ծրագիրը չի սկսվում, ու եվրոպական փողերը մնում են Բրյուսելում։ Սա նման է տան վերանորոգման սուբսիդիաներին։ Սկզբից դու պետք է վճարես, հետո քեզ մի մասը հետ տան։ Եթե տակդ փող չկա, վերանորոգում չի լինելու։ Վերցնենք Լեհաստանը, սա ամենաշատ փող ստացող երկիրն է։ 2004 թվականից Վարշավան ստացել է 160 միլիարդ եվրոից ավել, ահռելի թիվ է, բայց այստեղ ամեն ինչ հարթ չէ։ Տարիներով Լեհաստանը չէր կարողանում այդ փողի մի մասը օգտագործել։ Պատճառը պարզ էր։ Իրենց փողը չէր հերիքում, եւ իրենց բաժինը դներ չէին կարող։ ԵՄ-ի փողը կար, լեհական փողը չկար։ Ծրագրերը կանգնում էին, փողերը հետ էին գնում Բրյուսել։ Նույն խնդիր ունեն Եվրոպայի աղքատ շրջանները։ Բյուջեում փող չունեն, որ իրենց մասը ավելացնեն, ու եվրոպական փողերը մնում են օդից կախված։ Կա եւս մի կորուստ։ ԵՄ մտնելով երկիրը կորցնում է մաքսատուրքերը։ Սահմանին հավաքված ամբողջ փողը գնում է Եվրոմիության ընդհանուր բյուջե։ Բրյուսելը վերցնում է այդ փողերը ու ինքն է որոշում, ում ինչքան տալ։ Հայաստանի համար սա լուրջ հարված է։ Այսօր մեր սահմանին հավաքված մաքսերը մնում են երկրում։ ԵՄ մտնելուց հետո դրանք գնալու են ընդհանուր կաթսա։ Եվրոմիության գլխավոր կանոնը խիստ է։ Ուզում ես մեծ փողեր ստանալ, կատարիր հարյուրավոր պայմաններ։ Թանկարժեք բարեփոխումներ արա, օրենքներդ փոխիր, շուկադ բաց պահիր եվրոպական ապրանքների համար։ Կարճ ասած, արա այնպես, ինչպես Բրյուսելը կասի։ Կա նաև մեդալի հակառակ կողմը։
Հարուստ երկրները, օրինակ Գերմանիան ու Ֆրանսիան, բյուջեն ավելի շատ են մուծում, քան ստանում են։ Աղքատ երկրները ստանում են ավելի շատ, բայց վճարում են ուրիշ ձևով։ Նրանք դառնում են աշխատուժի դոնոր։ Երիտասարդները գնում են լավ կյանք ման գալու, իսկ տեղի տնտեսությունը չի դիմանում եվրոպական հսկաների հետ մրցակցությանը։ Դրա համար սպասել թե ԵՄ-ն փող կտա ու ամեն ինչ լավ կլինի միամտություն է։ Փող կարող է գալ, բայց այն ավտոմատ չի հայտնվելու մեր գրպանում եւ երբեք առանց պայմանների չի տրվելու։ Երբեմն այս պայմանների գինը ավելի բարձր է, քան հենց այդ փողերը։ ԵՄ մտնելուց հետո Հայաստանը պետք է սա հասկանա։ Եվրոպական ֆոնդերը նվեր չեն, այլ ներդրում են խիստ վերահսկողության տակ։ Դրանց համար վճարելու ենք ոչ միայն եվրոյով, այլ մեր սեփական որոշումներ կայացնելու ազատությամբ։ Մեզ պատմում են հարուստ եւ հաջողակ Եվրոպայի մասին, որի ընտանիքը մեզ կանչում է։ Բայց եկեք ազնիվ նայենք այս ընտանիքին։ Այն մեծ խնդիրներ ունի։ Եվրոպան մի սար խնդիրներ ունի ու հիմա մտածում է ոչ թե մեզ փրկելու, այլ սեփական գլուխը պահելու մասին։ Եվրոմիության պետական պարտքը 26 թվականին կհասնի ՀՆԱ-ի համարյա 85%-ին։ Սա նշանակում է, որ եվրոպացիները ինքները մինչև ականջները պարտքի մեջ են։ Հատկապես վատ է Ֆրանսիայի վիճակը։ Նրա պարտքը արդեն ՀՆԱ-ի 118%-ն է եւ առաջիկա տարիներին նա պետք է 100 միլիարդ եվրոյի խնայողություն անի։ Եվրոպան ճաքել է տալիս ոչ միայն ֆինանսական առումով։ 2024-25 թվականներին 100 հազարավոր ֆերմերներ Գերմանիայում, Ֆրանսիայում, Լեհաստանում, Ռումինիայում եւ Բելգիայում դուրս եկան փողոց, բողոքելով Բրյուսելի քաղաքականության դեմ։ Նրանք պահանջում են պաշտպանել իրենց էժան ներկրումից, այն բնապահպանական կանոններից, որոնք քանդում են փոքր տնտեսությունները։ Հենց այն ստանդարտները, որ ուզում են փաթաթել մեր հայ գյուղացիների վզին։ Այսօր դա սպանում է եվրոպական ֆերմերներին։ Սա հարուստների ակումբ չէ, սա ներքին կռիվների մեջ կորած միություն է, որտեղ անգամ հին անդամներն են պահանջում փոխել խաղի կանոնները։ Էլ ինչ նվերներ նոր անդամներին։ Եվրոմիությունը արդեն հասկացել է, որ նորեկների հետ խնդիրներ են լինելու։ Դրա համար մի խորամանկ ձև են մտածել։ Անդամակցություն առանց վետոյի իրավունքի։ Այսինքն, դու իբր եմում ես, բայց ձայնի իրավունք չունես։ Չես կարող կանգնեցնել այն որոշումները, որոնք վնաս են քո երկրին։ Բրյուսելը քո փոխարեն կորոշի, դու էլ սուսուփուս կենթարկվես։ Սա անդամակցություն չէ, սա գաղութային կախվածություն է։ Ավելին, Ռուսաստանի դեմ սանկցիաների պատճառով ԵՄ ներսում կռիվները շատանում են։ Իտալիան, Հունգարիան, Հունաստանը, Իսպանիան արդեն դեմ են նոր արգելքներին։ Իրենց պետք է սեփական նավահանգիստները ու բիզնեսները պահել։ Փորձագետները ասում են, որ ԵՄ միասնությունը քանդվում է հենց տնտեսական ռեալության պատճառով, որի մեջ իրենց գցել են։ Հայաստանի համար հիմա մտնել մի տուն, որտեղ տանտերերը իրար են ուտում, ուղղակի հիմարություն կլինի։ Ինձ շատ են հարցնում. Արտուր, դու Եվրոպայի դեմ ես։ Իհարկե ոչ։ Ես ինչ եվրոպական մեծ քաղաքակրթության մասնիկ եմ զգում։ Մեր արժեքները, մեր քրիստոնեական պատմությունը, մեր մշակույթը, այս ամենը անխախտելի ձևով կապված է եվրոպական տան հետ։ Եվրոպացիներն նշանակում է հարգել օրենքը, ազատությունը, մարդու արժանապատվությունը, ու ես ուզում եմ, որ Հայաստանը լինի հզոր պետություն, որը Բրյուսելի, Փարիզի ու Բերլինի հետ նույն լեզվով է խոսում։ Բայց քաղաքակրթության մաս լինելը ու քաղաքական բլոկի անդամ դառնալը տարբեր բաներ են։ Եկեք անկեղծ լինենք, Հայաստանը անգամ ընդհանուր սահման չունի Եվրոմիության հետ։ Մենք շատ բարդ տարածաշրջանում ենք գտնվում, եւ ուրիշի կանոնները կուրորեն կրկնօրինակելը մեզ կտանի ինքնուրույնության կորուստի։ Մեզ պետք չէ դառնալ Եվրոպայի աղքատ ծայրամասը, մեզ պետք է լինել խելացի գործընկեր։ Քաղաքական ինքնասպանությունը ու կապերը խզելու փոխարեն մեզ պետք է շահավետ համագործակցություն։ Ու աշխարհում այդպիսի օրինակներ կան։ Նայեք Շվեյցարիային։ Նա ԵՄ անդամ չէ, բայց տնտեսապես սերտ կապված է այս երկրների հետ։ Իրենք ընտրում են մենակ այն, ինչ իրենց քաղաքացիներին ձեռք է տալիս, պահելով իրենց չեզոքությունը եւ իրենց փողը։ Ինչ է իրականում պետք Հայաստանին։ Առաջինը, մեզ պետք չէ այնպիսի անվիզա ռեժիմ, որ Հայաստանը կդարձնի մեծ ծերանոց, որտեղ բոլոր երիտասարդները կփախչեն։ Մեզ պետք է սեզոնային աշխատանքային վիզաներ ըստ ԵՄ 2014/36 դիրեկտիվայի։ Սա այն է, երբ մարդը կարողանում է օրինական գնալ Գերմանիա կամ Լեհաստան, 6 ամիս աշխատել, փող վաստակել, փորձ ձեռք բերել եւ որը ամենակարևորն է վերադառնալ տուն, որ այդ փողը ներդնի իր սեփական գործի մեջ հենց այստեղ Հայաստանում։ Երկրորդը, SEPA-ն մաքսիմալ օգտագործելը։ Մենք արդեն ունենք համապարփակ գործընկերություն, համաձայնագիրը SEPA։
Սա եզակի փաստաթուղթ է, որը թույլ է տալիս մեզ ստանալ եվրոպական տեխնոլոգիաները եւ ստանդարտները, բայց միաժամանակ մնալ ԵԱՏՄ անդամ։ Սա մեր շանսն է լինել կամուրջ եւ ոչ թե ռազմաճակատի գիծ։ Մենք արդեն մասնակցում ենք Horizon Europe ծրագրին գիտնականների համար եւ Erasmus Plus ծրագրին ուսանողների համար։ Սա է իրական ինտեգրումը ուղեղների մակարդակով, այլ ոչ թե լոզունգների։ Մեզ պետք է այնպիսի ընկերություն, որը կհոզորացնի Հայաստանը, այլ ոչ թե մեզ կսարքի խաղաքարտ ուրիշների ձեռքին։ Մենք կարող ենք լինել եվրոպական ժողովուրդների ընտանիքի մի մաս, մնալով ուժեղ, անկախ պետություն, մեր տնտեսությամբ, մեր գազով ու դեպի արևելք, բաց մեր շուկաներով։ Ինչու ընտրել հացի ու ազատության միջև, եթե կարելի է ընտրել խելացի քաղաքականություն, որը կպահի երկուսն էլ։ Բայց մեզ մեկ է, ասում են, Եվրոպան ուզում է Հայաստանին տեսնել իր ընտանիքում, սիրուն է հնչում, բայց եկեք անկեղծ լսենք, ինչու է հարուստների ակումբին պետք մի աղքատ երկիր, որը ծովել չունի։ Պատասխանը պարզ է։ Հայաստանը Եվրոպային պետք է ոչ թե մեր երջանկության համար, այլ որպես գործիք Ռուսաստանի եւ Իրանի դեմ մեծ խաղում։ Ու ես հիմա դա փաստերով կապացուցեմ։ Արևմտյան չինովնիկները արդեն չեն էլ թաքցնում իրենց պլանները։ 25 թվականին դեկտեմբերի 3-ին ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը ուղղակի ասաց. Եվրամիությունը սպասում է, որ Հայաստանը կմիանա հակառուսական սանկցիաներին։ Այսինքն, առաջի բանը, որ մեզնից կպահանջեն, մեր գլխավոր առևտրային գործընկերոջ գրպանին խփելն է։ Ու ահա, վերջին թիվը ԵՄ-ն ընդամենը 5-րդ շուկան է հայ արտահանողների համար։ Մենք արտահանման ընդամենը 4.7%-ն ենք գնում այնտեղ։ Հանուն այդ 4.7%-ի մեզ առաջարկում են կտրել կապերը նրանց հետ, ովքեր մի քանի անգամ ավելի շատ ապրանք են առնում մեզանից եւ ընդունել Բրյուսելի խիստ պայմանները։ Սա տնտեսական ընտրություն չէ, սա քաղաքականություն է։ Իրանցի փորձագետները արդեն 6 տարի ասում են, որ Փաշինյանը ուզում է Հայաստանը սարքել ամերիկյան բազա եւ անտիիրանական պլացդարմ։ Թեհրանի համար մեր սահմանը ահռելի տնտեսական եւ ռազմական նշանակություն ունի։ Իրենք տեսնում են, որ ԵՄ-ն եւ ՆԱՏՕ-ն օգտագործում են Հայաստանը Իրանի դեմ գործողությունների համար։ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ջեյմս Օբրայենը բացահայտ ասաց, որ Արևմուտքի նպատակն է ստիպել Ռուսաստանին հեռանալ։ Իսկ ԵԱՀԿ ԱՄՆ ներկայացուցիչ Դանիել Բայերը զգուշացրեց հայերին, որ պետք է պատրաստվել մի քանի ցուրտ ձմեռների հանուն կախվածությունից ազատվելու։ Իրենց չի հետաքրքրում, ինչ ենք ուտելու մենք կամ ինչով ենք մենք տաքանալու։ Կարճ ասած, Արևմուտքը ու մասնավորապես Եվրոպան չեն պատրաստվում մեզ կերակրել։ Իրենց պետք է պլացդարմ Իրանի ու Ռուսաստանի սահմանների մոտ։ Հայաստանից ուզում են եւս մեկ ռազմաճակատ սարքել։ Սա մի խաղ է, որտեղ մեր իշխանությունները ընդամենը զինվորիկներ են, իսկ զինվորիկներին միշտ առաջինն են զոհ տալիս։ Թույլ տնտեսություն ունեցող Հայաստանի համար ԵՄ մտնելը զարգացման ճամփա չէ։ Սա միակողմանի ճանապարհ է։ Ճանապարհ, որտեղ մենք կկորցնենք մեր ինքնիշխանության վերջին կտորները եւ հնարավոր է դրա համար շատ թանկ գին կվճարենք։ Այն գինը, որը վճարեցին արցախցիները, կորցնելով իրենց հայրենիքը։